Լուսանկարում եմ հետաքրքիր հատվածների շրջապատից ու վրան փորձում եմ ավելացնել իմ նկարած կերպարներին։ Առաջին լուսանկարի համար ռեստորանում այսպիսի հետաքրքիր դեկորատիվ լամպ էի նկատել, ու երբ դա տեսա, իմ մտքով միանգամից անցավ լամպից բռնված մի կերպարի նկարել։ Իհարկե մտքումս դեռ շատ էի կամուկացնում, թե ինչ տեսքով կերպարի նկարեի, բայց քանի որ հետևի ֆոնի ռեստորանը իտալական էր, իմ նկարած կերպարը դուրս եկավ մի իտալացի ժպտես արտաքինով տղամարդ։ Այս հետիոտներին անցումի վրա մտածեցի քայլող հետաքրքիր կերպարների նկարել։ Դրա համար ավելացրեցի սագին իր ձագերի հետ։ Իդեպ ինչպես տեսնում եք, ձագերից մեկը փողոցն արագ անցել է ու նայում է ուղիղ կամերայի վրա, երկրորդն ուշադիր հետևում է իր մայրիկին, երրորդը ընդհանրապես ընկել է ճանապարհին, իսկ մյուս երկուսը հետևում են այդ տեսարանին։ Այս ֆանտանը տեսնելով չէի կարա ինչ-որ ջրային կենդանի չնկարեի։ Իմ մտքով առաջին հերթին անցավ գորտը։ Դե գորտի նկարելուց բացի նկարեցի նաև իր հետ ասոցացվող բաներ, օրինակ այս տերևները, մեկ էլ ջրաշուշանը։ Ու ամենավերջում էլ մտածեցի ջրի մեջ ձկներ ավելացնել։ Եթե դիտել եք Ստուդիո Ghibli-ի անիմեները, ուրեմն հաստատ կիմանաք այս սև գույնի փոքրիկ արարածներին։ Ես մինչև հիմա չգիտեմ թե այս ինչ ծառ է, բայց այս ծառի փշոտ պտուղները տեսնելով իմ մտքով միանգամից Ghibli-ի կերպարներն անցան։ Վերջին նկարի համար ես ֆիքսել էի այս գեղեցիկ ծաղիկը, իսկ որտեղ ծաղիկ այնտեղ էլ մեղու։ Դրա համար նկարեցի մի քանի մեղուների, որոնցից մեկը պատրաստվում էր նեկտար հավաքել այս ծաղկից։